Հանուն Հոր եւ Որդու եւ Ոգուին Սրբո ամեն։ Մարդ արարածը ստեղծված է, սիրելիներ, հարաբերության համար, խոսելու, լսելու եւ հատկապես բարեկամներ ունենալու եւ բարեկամը լալու համար։ Եթե նայենք Սուրբ Ծննդոց գիրքը գսե, որ ամեն բան ստեղծեց Աստված, բայց բան մը գար, որ պակաս կտեսներ, ադալ մարդու մինակությունն է եւ ստեղծեց Եվային, որ իրեն ընկերակցի։ Եվ պատմության մեջ մենք կտեսնենք, որ երբ որ հավատարիմ եւ սրդով մոտ բարեկամներ քովքովի գուքան, մեծ սխրագործություններ եւ մեծ գործեր կկատարեն։ Ուրեմն այսօրվա ավետարանն այդ 4 բարեկամներու մասին է, որոնց 5-րդ բարեկամը հիվանդ էր, անթամալույց էր, տեղեն չէր գրնար շարժել, ամեն բժշկի քով կացեր էր, տարիներով փորձած էին, բայց մեկը չէր գրծած բժշկել։ Ժամանակվա մասին, երբ որ մեկը մնայուն հիվանդություն կունենար, հրեական ընկերություն իրեն գնայր որպես անիծված, Աստուծո կողմէ մերժված, այսինքն մեղքի զգացումը եւ ես փամը չարժեմ այդ զգացումը ավելի շեղմած էր իր սիրտը, քան իր ոտքերու եւ մգաններու անդամալուծությունը։ Եվ նույն ադեն Հիսուս կքարոզեր իր սովորության համաձայն Կափառնաումի քաղաքներեն մեկումը մեջ։ Ինչպես Հիսուս կքարոզեր, մարդիկ ամեն կողմի գուզեն մտի գնել։ Պատուաններեն կմտնեին, դուրի արջևը արդեն քոց էր, շուրջը կհավաքվեին։ Հիսուս փամը գսեր, հերուն գեցածը չէր լսեր, մեջտեղի գեցածը աթխոսքը իրեն կփոխանցեր։ Եվ աս հոգեվիճակի մեջ 4 բարեկամները գսեն, որ մենք լսած ենք Հիսուսի մասին։ Պիտի առնենք քեզի, որ հիվանդ ես, եւ իրեն տանենք։ Եվ կառնեն, կշալգեն իրենց բարեկամը եւ չգիտնալով էլ ուր է, օրեր քայլելով, տեղը մտեղ անցնելով, վերջապես կտեսնեն, որ Հիսուս կքարոզե։ Բայց ինչ կտեսնեն, ճամփան քոց է, չեն գրնար մեկեն մոդենալ, որ բան մըրե մեր բարեկամին, ամեն կողմ է քոց է։ Եվ ինչպես Սարդարաբադի երգի մեջ կսենք, երբ չի մնում ելքու ջար, խենթերն են գտնում հնար, խենթություն մը գնեն, անչափ գստիր իրենց բարեկամին, որ գառնեն եւ դունի դանիքը գելեն։ Այնադեն քարերով չէր դանիքները, փայդերով, հա, ծղոդներով դանիքներ էր։ Եվ գքագեն դանիքը այն վարգյանին, որ Հիսուս կխոսի։ Եվ գսեն դեր գիտենք, որ գրնաս բժշկել մեր եղբայրը, հաջիս փամը էր։ Հիսուս ինքն ալ գզարմանա, թե ինչպես տանիքը կբացվի եւ այդ հիվանդը վերեն վարկ իջնե իր արջևը։ Եվ գսե ավետարանը, Հիսուս անոնց հավատքը տեսավ եւ շատ սիրեց։ Որու հավատքը տեսավ 4 բարեկամի, ովքեր որ գոքնեին եւ շատ սիրեց։ Եվ այդ մեծ քայլին համար ասավ, որթյակ մեղքերդ ներված են, որովհետեւ երբ որ հիվանդին տեսավ, հոգին տեսավ, որ ոչ թե միայն ոտքերը չեր գրնար գոր շարժել, այլ ամբողջ ներաշխարը կծկված էր, քագելու պետք ուներ։ Անոր համար ասավ, որթյակ մեղքերդ ներված են։ Ամփոխի մեջ միշտ փարիսեցի լրտեսներ կային, որ ինչ կխոսի այս մարդը։ Ահա իրենց մտքի մեջ գսեն, որ ինչ կսե այս մարդը, ըրածը հայություն է, Աստուծո զատ ով գրնա մեղքերը ներել։ Հիսուս, որ մեր սրտերը եւ մեր մտքերը կգարթա, իրենց կնայի եւ գսե. Ինչու այդպես կմտածեք։ Որ մեկը թյուրին է, անթամալույցին մեղքերդ ներված է քեզի ասելը, թե ել մահիջդ ար եւ դունդ կնա։ Բայց որբեսի գիտնակ, որ մարդու որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքերը ներելու, կդառնա անթամալույցին եւ գսե, որթյակ ելիր մահիջը դար եւ դունդ կնա, այլևս բուժված ես, ներսեն եւ դուրսեն, այլևս կրնաս քալել։ Եվ ամենուն արջև մարդը գառնե իր մահիջը եւ քալելու կսկսե։ Մենք երևակայեցեք մարդոց աչքեր եւ բերաններ ինչպես փած կմնան, որ ինչպես կլա տարիներով աս անդամալույցը աս վիարգյանին առողջացավ։ Այս պատմությունը մեր կյանքին շատ կնմանի, սիրելիներ։ Երբեմն մենք 4 բարեկամներն ենք, երբեմն անդամալույցներն ենք, երբեմն քովը գեցող եւ դիդողներն ենք, երբեմն քննադատողներն ենք, երբեմն ինքնիս Աստված ընողներն ենք։ Բայց երբ մենք անդամալույցներն ենք, այն ադեն, որ երբ որ չենք կրնալ Հիսուսին երթալ, մեր մարմինը կդրված է, անշարժ եւ անորոշ ապագա ունենք, փամը չի գա մեր ցերկը, որ կրնանք կնել։
Հոգեպես տգար ենք, մեղքերը մեզի անթամալուծած են, հույսի ճամփա չեն ցկած։ Գիտենք շիդակ ճամփան քալելը, բայց անկարող ենք, չենք կրնար երթալ։ Երբեմն հոգեպես անչափ հոգնած եւ սպառած կլանք եւ սուքը, սրտնեղությունը, անհուսությունը, մարդկային հարաբերություններու թունավորը լալը անչափ գնեղեն մեզի, որ գսենք, որ այլևս փամը չենք կրնարանել, մենք հալ անթամալուծի պես պարգինք եւ երթանք։ Երբեմն հոգևոր կյանքը մորցած ենք, ուժ եւ ժամանակ չունենք աղոթքի դրվելու, Սուրբ Գիրքով զբաղելու, պատարագի մասնակցելու, Տիրոջ մարմինը եւ արյունը ուտելու։ Եվ այն ադեն է, որ Տերը գսե, որ ինձի եկեք բոլոր հոգնածներդ, քայլ մերեք թեպի ինձի գալու, ես ցեզի պիտի բժշկեմ։ Ինչպես այսօրվա ընթերցումի մեջ Եսայի մարգարեն գսե, մի վախնար, քանզի ես հիմա քեզի հետ եմ, այսինքն ամենեն դգար վիճակիդ մեջ որ ես, հիմա ես քեզի հետ եմ։ Մի զարուհիր, քանզի ես քու Աստվածս եմ, քեզի պիտի զորացնեմ եւ քեզի պիտի օգնեմ եւ իմ արդարությանս աչովը քեզի պիտի բռնեմ։ Այսինքն ամենեն տգար ադենը, որ չեն կրնար Հիսուսին հասնել, սիրելիներ, ներսը պիտի ասենք, որ Տեր գուզեմ թուն ինձի հասնես։ Ինչպես անդամալույցին ասար, ինչպես Դանիելի ընկերներուն հասար, որոնք նետված էին այդ կրագի հնոցի մեջ, թուն փրկեցիր իրեն։ Ուրեմն Տիրոջ ձեռքերը չափ եւ սահման չունին, ամեն տեղ կրնան հասնել։ 4 բարեկամներն են երբեմն սիրելիներ, որոնք կարեկցանք ունեին եւ քայլ առին։ Միայն չսին օրը լավ պիտի լա, լավը սենք լավը լա, քեզի տեսանք լավ եղանք, ասարդայությունները չսին, այլ իրենց մեջի սերը իրենց կորձի տարավ։ Չսին ջանն պոզիտիվ մտածե, օրը պիտի շտկվի, այլ շալգետին անդամալույցը եւ դեպի Քրիստոսը դարին, միակ բժիշկը, կարեկցանքը առանց քայլ առնելու ոչինչ է։ Իրենց բարեկամի հանդեպ սերը իրեն կորձով ցցուցին եւ իրենց համար ճամփա բացվեցավ։ Որովհետեւ երբ որ սեր գա սիրելիներ, բազում ճանապարհներ գա Աստուծո երթալու։ Ադորամար երբ որ Տերը տեսավ իրենց ասավ, որ գեղեցիկ է աս մարդոց հավատքը, պետք է ասոնց համար փաման։ Ուրեմն երբեմն մեր հավատքը կամուշ կդառնա ուրիշները թեպի զաստված առաջնորդելու կամ Աստուծո հեռանալու։ Նշмарած եք չէ, մենք ինչ որ գնենք, գաստենք եւ գաստվենք մարդոց մե։ Հիսուս նույնը ասավ, երբ որ մարդոց դուներ այցելեցեք, ողջույն տվեք։ Եթե հոն խաղաղասեր մեկը գա, ձեր խաղաղությունը եւ աղոթքը իրենց վրա կհանգչի։ Եթե չի գա, դուրս ելած ադենը կոշիկնի թոթվեցեք, որ չլա, որ իրենց աստեցության տակ լանք։ Հիմա հարցումը հետեւյալն է. մեր հավատքը մեգումը կյանքը փոխած է։ Մեզի կտեսնեն, գսեն, որ ինչ հավատացյալ է, կորձերով հայտնի է, եկեղեցի երթա, պարգեշտ կյանք կապրի, կամ գսեն, որ ասալ եկեղեցի երթացող է, իրեն նայիր։ Մեծ տարբերություն կա։ Եթե 4 բարեկամները այդ հավատքը ունեին եւ քայլը առին, մեզի ալ գսեն, որ երթանք դեպի Քրիստոսը, որտեղ մեր հավատքը, մեր կյանքը, մեր սերը կփոխե ուրիշին կյանքը։ Կպատմեն Սուրբ Մագար Եգիպտացի մասին, որը մեծ վանահայր էր։ Օրը իր վանքի մեջ քող կմտնե եւ քողը ապրանքները կկողնա որ տանի։ Սուրբը կտեսնի քողը, կմոտենա եւ չի փորար իրեն վրա, չի թադապարտել։ Կոկնե ինչ որ պիտի տանի, իրեն ալ գոկնե, գտանի ուխտը գտնե եւ գսե Աստված հետը դլա, կարիքները թոքա, սիրո մեջ եղիր։ Քողը կզարմանա, կշվարի, որ ինչպես կլա վրաս չփորած, բայց վախեն կփախի գերտա։ Օրեր կանցնի, քողը ինչ որ կողցեր էր եւ ինչ հարստություն որ ուներ, վանքը գուքա, լալով Սուրբ Մագարի ոտքերը գինա գսե Ները ինձի եւ հաջիս պատմե այդ Աստուծո մասին, որ դու կպաշտես եւ աչափ սեր ունիս քու մեջդ, որովհետեւ ես կուզեմ իմ կյանքս ад Աստծուն նվիրել։ Եվ ահա քողը օրը ինքը գտարնա ад վանքի մեծ վանական։ Ուրեմն մենք ալ մեր հավատքի ապրած կյանքով սիրելիներ, գաստենք մարդով կամ կմոդեցնենք կամ կհեռացնենք Աստծո։ Ով գա կյանքիդ մեջ, որ չի գրնար քալել եւ շալգելու պետք ունի։ Հավատքովդ իրեն եկեղեցի պիտի բերես։ Շալգե աղոթքովդ, քաջալերանքովդ եւ բարձ օգնությամբ։ Երբեմն գսենք մարդիկ հերու գաբրին, փամը չեն կրնարնել, բայց կրնանք հերացայնով մեգումը շալգել, մեգումը փերը լսել,
հասկանալ իր հոգեվիճակը ինչի մեջ է։ Չհեռացայինենք միայն երբ որ բամը պետք ունենք։ Ադի բարձ ինչ է transactional հարաբերություն է, հարաբերություն չէ, բայց հարցնենք մարդոց մե։ Երբեմն մարդիկ նեղությունը շատ բզդիկ է, բայց քանի մեջը բահած են, անչափ մեծեր է որ գկարծե պիտի խորդագի, բայց երբ որ գհեռացայինե բարեկամը, գսե ինչպես ես, հետը դեմ, մի մտածեր, Աստված մեծ է, Սուրբ Գրքի խոսքերով գքաչալերե, այնադեն սիրտը գթեթևնա։ Բարեփոխտաբար Աստված ամենուս 4 բարեկամ տված է սիրելիներ։ Այդ 4 սյուները եկեղեցվո 4 ավետարաններն են, որ հարադև մեզի ինչ կնեն դեպի Քրիստոս կառաջնորդեն։ Մատթեոս, Մարգոս, Ղուգաս, Հովանես, որ ամեն գիրագի մեկ ավետարանեն կգարթացվի։ Յուրաքանչյուրը մեկ հրեշտակ են, որ դեպի Քրիստոսի ներկայությունը կառաջնորդեն։ Ավետարանները մեր սահմանափակ մտածողությունը, մենք կգարձենք ինչ որ հոսքա ճշմարտությունը։ Մեր սահմանափակ մտածողության բադերը կքանթեն, առաստաղները կփանան եւ մեզի թեպի Քրիստոս երթալու ճամփան կփանեն։ Իր ներկայությունը կսկանք ավետարաններով եւ կաբրինք իր հետ։ Մեզի կսորվեցնեն, որ միայն ուղեղը եւ աչքերը չեն եւ ինչ որ այս աշխարհը կսորվեցնե, այլ հոգին, որ ավելի խորում տեսողություն ունի, հոգիի աչք կսեն վանականները, որ կրնան Քրիստոսին տեսնել։ Ավետարանները ամեն շաբաթ մեզի թեպի Քրիստոս կառաջնորդեն, ամեն օր երբ որ կընթերցենք իր ներկայությամբ կլցվին, ինչպես Հիսուսը ասավ, երկինք ու երկիր կանցնին, խոսքերս չեն անցնիր, ովքեր որ նեղության մեջ են, թող խոսքերս ուդեն, մդի գնեն խոսքերս եւ ապրին աս խոսքերս, որբեսի իրենց մեջ կյանք ունենան։ Եվ ավետարանի զորությունը մեծ զորություն է, որ հիվանդներ կբժշկե սիրելիներ։ Կպատմվի, որ մարդը մեծ կատված կունենա ուղեղի եւ չի գրնար որ շարժել ովևէ անդամ բացի աչքերեն։ Բարեկամները շատ հավատացյալ գլան եւ ամեն օր ավետարան կգարտան։ Կսեն դու չես կրնար գարտար, մենք քովդ պիտքան քեզի համար գարտանք, որ դու մդի գնես։ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս, 4 ամիս կգարտան ավետարաններ իրեն համար։ Փամը չի փոխվի։ 5-րդ ամիսը մարդը կսկսի գլուխը շարժել։ 6-րդ ամիսը փերանը կփանա, 7-րդ ամսում կսկսի լալու եւ խոսելու կսկսի, ասելով որ ես փամը չէի գրնար գոնել, բայց դուք ձեր խոսքերով ինձի Քրիստոսի արչեւ դարիք եւ այդ խոսքն է, որ բժշկեց ինձի Տիրոջ զորությամբ։ Ուրեմն սիրելիներ, դառնանք այդ 4 բարեկամները, մոդեցնենք մարդոց Աստուծմե եւ մենք ալ մոդենանք Աստուծո։ Դառնանք բարեկամ, որը ուրիշի կյանքը թեպի հավիտենության կտանի։ Ոչ թե միայն սուրճի շուրջ, ասիգա անոր հակավ, անոր հարսնիքը սուղեր, անոր օթոն նոր է։ Ոչ, ադոնք ժամանակագից խոսքեր են, որ օրը պիտի չհիշես, այլ հավատքի մասին խոսին, Քրիստոսի բարի գործերու մասին։ Երբեմն մենք կշալգենք մարդոց, երբեմն մարդիկ մեզի կշալգեն, բայց հասցեն նույնն է, ամենքս թեպի Քրիստոսի պիտի երթանք եւ իր արչեւ խոնարհենք, որովհետեւ կամ հիմա կամ ապագային պետք է խոնարհենք։ Պողոս Արաքյալը չի գսե, որ չի գա ձունգը, որ Քրիստոսի անունին արչև չի խոնարհիր։ Եթե հիմա չխոնարհենք, վաղը ստիպված պիտի խոնարհենք։ Բայց երբ որ հիմա գերթանք, իր սերը գսքան գսենք, որ այո, Քրիստոս Պաբաս է, իմ հայրս է, որ ինձի կբժշկե։ Երբ կհասնենք իրեն, մեր հոգի ներում կգտնե, մեր վերքերը կբուժվին եւ ուժ կստանանք մեր հոգեվոր կյանքը շարունակելու։ Ուրեմն, եթե բարգած ես կամ անշարժ վիճակի մեջ, գիտիր, որ Քրիստոս տունին մեջ է, Քրիստոսի դունը իր եկեղեցին է, ձեր աղոթքի անկյուններն են, քեզի կսպասե եւ քեզի աննախ հոգիդ պիտի բժշկի ասելով, որթյակ մեղքերդ ներված են քեզի ել եւ դունդ գնա, որը որտնյալ է Հավիդյանս Հավիդենից ամեն